Ուրախ ենք, եկել եք մեր տոնը շնորհավորեք։ Ձեր տոնն է, բայց չենք իմացել ձեր տոնը։ Մեր տոնը եղել է արդեն, բայց եկել են քաղաքացիներին ասել, որ հունիսի 7-ին քաղաքացիները հնարավորություն ունեն այս համակարգը փոխելու, երբ որ էլեկտրոնային համակարգով քաղաքացու հաշիվների վրա սառեցնում եք, արգելանքներ եք դնում, հետո քաղաքացին ամիսներով դեգերում է այս շենքերի մոտ, որ կարողանա այդ համակարգից ազատվել։ Եվ որ քաղաքացու ոչ միայն գործառույթի, լիազորությունների իրականացման, դատական վերահսկողության, այսինքն պես պետությունը քաղաքացու տուգանքի համար քաղաքացու հաշիվները սառեցնում է, ճիշտ է։ Եվ այլ կերպ ինչպես է հնարավոր բռնագանձում իրականացնել։ Երբ որ վճարել է դրանից հետո ինչի՞ չեք ապա սառեցնում։ Բողոքում եք հարկադիրի գործառույթից, որը օրենքով նախատեսված է։ Ոչ, մենք բողոքում ենք այդ գործառույթի իրականացումից, երբ որ պետությունը սառեցնում է, գործառույթը շատ արագ, վայրկյանների ընթացքում անում է, բազմաթիվ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման դեպքեր մենք հենց նորից տեղ ներկայացնում է։ Հենց տեղ ներկայացնում է։ Տարի, տեսեք, անցած տարի հարկայինը կալանքադրի իմ հաշվի վրա հարկային պարտավորությունների մասով։ Ես մի կերպ այդ հարկային պարտավորությունները վճարել եմ, ու հիմա անցած տարվա մայիս ամսից 101,000 դրամի կալանքը առ այսօր իմ հաշվի վրա դրված է։ Այսինքն նայեք, սառեցնելուց սառեցնում եք տիկին նախարար, հանելուց չեք հանում։ Զանգարել եմ, հարկային եմ զանգարել, նամակ եմ գրել, ասել են գնացեք հարկադիր, նամակ գրեք, այդ այլ պարտավորություն ունեք։ Չէ, այլ պարտավորություն։ Ես այն պարտավորությունը պայմանավորվենք հետևյալը։ Այդ պարտավորությունը որը որտենք մի րոպե ներողություն եմ խնդրում։ Եթե դուք ունեք այլ պարտավորություն եւ դա է պատճառը, որ արգելանքը չի վերացվել, դուք հրապարակայնորեն ասելու եք նաեւ դրա մասին։ Բայց բազմաթիվ են պատմությունները, ինչ վերաբերում է քաղաքացիներին եւ դրանց հաշիվների վրա արգելանք դնելուն, ապա այլ կերպ քան այդ process-ի իրականացումը ուղղակի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իր ծառայությունը պատշաճ չի կարող իրականացնել։ Թվային լուծումների առումով մենք մեծ աշխատանք ենք տարել այսօր բոլորը, ովքեր ունեն նույնականացման հնարավորություն կարող են ունենալ անձնական կաբինետ, մուտք գործել կաբինետ, ստանալ էլեկտրոնային ծանուցումներ եւ էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց հարցերին հուզող։ Բայց դուք էլի մեր բարձրացած հարցին չպատասխանեցիք։ Նայեք, դուք ասում եք, որ էլեկտրոնային համակարգ է ներդրված, խախտումը թույլ է տվել, տուգանքը կա, որոշում կա տուգանքի վերաբերյալ վարչական, չէ, իրավախախտման, էլեկտրոնային արգելանքը դրվեց։ Երբ որ վճարումը չեք հանում, էսա խնդրեմը, չեք հանում, մարդկանց բանկային հաշիվները շարունակում մնալ արգելանքի տակ։ Մարդը վարչապետի հորդորով գնում է հռոմ կոֆե խմելու, տենում է տուգանքի խաթր, չի կամ կոֆե համար վճարի։ Քեշը չունի։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության։ Իսկ ինչի պետք է ինքը դիմի ձեզ։ Մի րոպե։ Տուգանքը վճարել է, ինչի պետք է դիմի։ Վճարել է, դե էլեկտրոնային էլ ազատ եք։ Լինում են շատ տարբեր իրավիճակներ։ Այ մենք եկել ենք այդ շատ տարբեր իրավիճակների համար ասելու, որ այս ամեն ինչը պետք է փոխվի։ Էլեկտրոնային համակարգը անխափան աշխատում է։ Չի աշխատում։ Մնացած դա ես վստահեցնում եմ, որ աշխատում է, հարկադիր կատարումն ապահովող ժողովուրդը ծառայության հետ կապ են ունենում։ Տիկին նախարար, այցելել եք ձեր կայք, ինչքան գույք եք վաճառում ժողովրդի գույքերից, ինչքան տուն, ինչքան խալի, ինչքան տելևիզոր, ինչքան միջոցառմանը առիթից սումկա, եւ երկրորդ ինչ միջոցառում, չստացած չգիտեին մենք։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության օրը նշելու հիմնադրման 28-րդ տարին, բայց հակադարձելով ձեր ասածին, մենք լուծարելու ենք այս մարմինը տիկին նախարար, չենք ուզում այս տոնին մասնակցել։ Քաղաքացիների պարտավորությունները այլ համակարգ ենք ներդնելու։ Ինչպես պետք է Հիշում եք Սաակաշվիլին, որ եկավ մեկ օրում բարեկային ծառայությունը լուծարեց։ Դատական բարենպաստ ակտը պետք է կատարվի։ Ուրեմն այս մարմինը միայն հիմնականում ուղղված է քաղաքացու դեմ, ոչ իշակ քաղաքացու։ Բազմաթիվ դատական ակտեր կան, քաղաքացին գործը շահելա, քաղաքացին գործը, այդ եմ ասում, քաղաքացին գործը շահելա, չի աշխատում համակարգը։ Գնում չի աշխատում։ Ասում ենք գույք ենք մանգալի չենք բռնագանձում ենք, թե չենք աշխատում։ Չէ, որ պետության համար է, բռնագանձումը մինչև վերջի խազը, որ քաղաքացու համար է, գույքը փնտրում ենք, գույքը հետախուզել ենք, միած տեղ դիմեք, մի հատ ընդեր գրեք ալիմենտի համար ինչքան մարդա գնում գալիս տիկին։ Եկեք ամփոփելով, որովհետև ես շտապում եմ ձեզ կրկին հրավիրել։ Ձեր տոնը չփչացնենք բայց կողմնորոշվենք հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ինչի համար է աշխատում։ Հարկադիր կատարող ծառայությունը իրավունքների պաշտպանելու համար է աշխատում։
Ես ձեզ միացնում եմ, պետությունն է մարդու համար, թե մարդը պետության։ Շատ լավ, պետությունն է մարդու համար, թե մարդը պետության։ Մարդը պետության անբաժանելի մասն է եւ ժողովուրդը պետության անբաժանելի մասն է։ Եվ Պետական ինստիտուտները պետքա ծառայեն մարդուն, թե մարդուն ծառայեցնեն իրենց։ Մարդը ամեն ինչի կենտրոնում է Ուրա։ եւ հետեւաբար հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթը մարդու իրավունքների պաշտպանությունն է եւ հատկապես այն մարդկանց, որոնց վերաբերյալ կան բարենպաստ դատական ակտեր։ Եվ մյուս կողմում է կարող է լինել նաեւ պետությունը եւ կարծում եմ, որ դա էլ է շատ կարեւոր, քաղաքացիների համար կարեւոր է, որ պետության իրավունքները լինեն պաշտպանված, որոշ դեպքերում մեր շատ սիրելի, բայց անբարեխիղճ գտնված քաղաքացիներից։ Պետության իրավունքները ո՞րն են։ Օրինակ, չմարված պարտքերը վերադարձնելը, օրինակ վարչական իրավախախտումների Դուք այսօր պետական բյուջեում տուգանք եք պլանավորում։ Ո՞նց կարելի է ժողովրդին տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ինչու ենք պլանավորում։ Տուգանք է պլանավորվում, թե տարեկան ինչքան մարդ է տուգանվելու, հետո գերակատարվում է տուգանքը ժողովրդյան։ Ոնց կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Ժողովուրդը 8 տարի անց հեղափոխությունից հետո շարունակում է տուգանվել անդադար տուգանվել։ Մենք ասենք իրավախախտումները հանենք։ Իրավախախտումների տրամաբանություն կա, չափ կա, ձև կա, կարգ կա։ Մի հատ գիծ տրորելու համար ինչքան մարդ է այսօր տուգանված, հաշիվները արգելանքի տակ, տարբեր խնդիրների առաջ կանգնած։ Ինչու պետք է մարդը գազես դիմի, որ դուք ազատեք։ Վճարումից հետո ինչու ինքը պետք է գա դիմի։ Թող դեր էլեկտրոնային համակարգը, ոնց որ էլեկտրոնային սարեցնում է, այդ ձևով էլ վճարից հետո էլեկտրոնային, ապա սարեցնի, ստեղ է խնդրը։ Ես հավաստիացնում եմ, որ համակարգը էլեկտրոնային եւ նույն ձևաչափով աշխատում է, ինչպես առաջինն է կատարում, այնպես էլ ապա արգելադրում է, իսկ ձեր գործընկերոջ մասով ես հրավիրել եմ իրեն վաղ Ես էլ ձեզ հավաստիացնում եմ, որ որևէ խնդիր այդ վարույթով չի հայտնաբերվում։ Ես շնորհակալ եմ։ Կարող ենք վաղը Մեզ հավաստիացնելու համար արձանագրեմ, որ անձնական Պայմանավորվեցինք, որ Հա, մենք հենց այնպես չենք եկել։ Մենք ժողովրդի բողոքն ենք բերել այստեղ, ժողովուրդ, մենք գիտենք, որ մարդիկ տառապում են այս մարմնի ձեռը, ու մենք անկեղծ ասեմ, ես երբեք պոպուլիզմով աշինգած մարդ չեմ։ Մենք պոպուլիզմով չենք զբաղվել։ Մենք ասում ենք, այս ստեղ կա խնդրեմ, այս խնդրեմը պետք է լուծել, այսքան բան։ Գեղեցիկ տեքստերով չի։ Եկեք պարզ խոսենք։ Հա։ Բայց ձեր տոնը կատարումն ապահովող ծառայությունը, այն ծառայությունը չէ, որ քաղաքացիները մշտապես գոհ լինեն, որովհետև ուզենք թե չուզենք, տեղ հասանք, որովհետև ուզենք թե չուզենք, այս ծառայությունը զբաղված է դատական ակտերի կատարումով եւ այդ դատական ակտերը ենթադրում են քաղաքացու գույքի բռնագանձում շատ դեպքերում։ Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանքները դատական ակտեր են։ Դուք դատական վերահսկողություն չունեք տուգանքների համար, դուք ուղիղ մարդկանց բռնական այո, ժամանակին դրանք դատական ակտեր էին։ Հիմա առանց դատական վերահսկողության մարդկանց պետությունը, մարդկանց գրպանները դատարկում են։ Վարչարություն չիրականացնենք, վարչական մարմինները տուգանքներ չկիրառեն, վարչական ակտեր չկիրառեն։ Ուրա մարդու շահերը պաշտպանող հսկողությունը, որ պետքա առանց դատական վերահսկողության իսկ տուգանեն ու իմ հաշիվների վրա կալանք դնեն։ Ուրա։ Ես ենթադրում եմ, որ դուք դատարանների ծանրաբեռնվածությունից էլ կբողոքեք իրավացիորեն։ Արդեն երեք ԲԴԽ-ի մոտ ենք բողոքել։ Այո, եւ հետեւաբար պետքա կողմնորոշվենք ինչից ենք բողոքում եւ ինչ ենք ուզում անել։ Իմ ներողությունը բան ասեմ, իմ իրավունքները եւ իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ եւ այդ իրավակարգը պաշտպանված է։ Հարկադիր կատարումն ապահովող։ Տիկին նախարար նորա մանկապղծության դեպք բացահայտել այս երկրում, որը կոծկվում էր, երեխա իրավունքներից ոնց է նախարարը խոսում, այդ այն դեպքում, որ կոծկվում էր, լրագրող Սյուզին Բադոյան այդքան չպայքարեր, չէր բացահայտվելու, չէին մարդկանց աշխատանքից ազատելու, պաշտոնանկ անելու, լավ էլի։ Նախ քննություններ իրականացնող եվրոպական չափանիշները Անտոնիո Կոստայի բան ելույթներով չեն, ոչ թե Ուրսուլա ֆոն դեր Լայենի, այլ կոնկրետ ինստիտուտներով են։ Իրենց կողմից խնդրի բարձրաձայնումը արագացրեց գործի քննությունը, բայց պետք է կայծակնային այդ մարդիկ գործից հանված լինեն, տիկին նախարար։ Կայծակնային։ Այսինքն լրագրողները, որ ձեզանից ոչ մի պարգևաճառ չեն ստանում, հավակնում եք մտածել, այդ մարդիկ չլինեին, իդիլիայի մեջ կարող ենք ապրել, որտեղ չլինեն սեռական բռնության հետ կապված դեպքեր։ Ոչ, ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, տիկին նախարար։ Ես պատժի անխուսափելիությունից եմ խոսում, որ գործը կոծկում էին,
փագում էին եւ դա տեղի ունեցավ։ Պատժի անխուսափելիությունը ապահովող ինստիտուտներից մեկն է։ Միայն խեղճ ու կրակ մարդկանց, միայն խեղճ ու կրակ մարդկանց։ Ոչ, սիրելի Խեղճ ու կրակ մարդկանց։ որևէ մեկը ձեզանից խեղճ ու կրակ չէ։ Դուք Հայաստանի Հանրապետության լիիրավ, լիարժեք։ Սա լավ ելույթ էր, բայց իրականության հետ աղերսներ Ես չունի։ կներեք էլի որպես ոչ իրավաբան կարող եմ ամփոփել։ Պիտի նախարար անցնենք պարլամենտ, կլինենք իշխանություն, բարեփոխումների փաթեթը կներկայացնենք, դուք էլ որպես ոլորտի դիտակ, ընդդիմադիր ոլորտի դիտակ կգաք մեզ կքննեք։ Ոնց որ անցողիկ համարտիկի նախարարին են դիմադիր Չեն ավինել։ իրականանա, լավ Բայց ի՞նչ գիտեք, լավ ելույթ է, լավ։